Պարոն Ռուբինյան, նախ կուզեի անդրադառնայիք Իրանից հնչող գնահատականներին, կրկին թրիփի հետ կապված Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը Հայաստանի դեսպանին է հանդիպել եւ կրկին հայտարարություն է հնչում իրենց կողմից, կարծեմ նախնական շրջանում էլ իրենց գնահատականները լիցուր էին, որ թրիփը նույն Զանգեզուրի միջանցքն է, որ Իրանը դեմ է այդ նախագծին եւ այսպես շարունակ։ Ուզում եմ հարցնել, Հայաստանը պարբերաբար պնդում էր եւ հիմա էլ կարծես թե նույն դիրքորոշումը կա, որ հարատված են այն մտահոգությունները, որ կարող է Իրանը ունենալ, չկա որևէ խնդիր, բայց շարունակում են այս գնահատականները հնչել։ Ձեր կարծիքով ինչու եւ առհասարակ այս գնահատականները մտահոգում են Երևանին։ Նախ պետք է հիշել նաեւ, որ ձեր նշած հրապարակմանը զուգահեռ եղել է նաեւ հրապարակում, թե ինչ է ասել մեր դեսպանը իրանական կողմին, եւ դեսպանը կրկնել է, որ TRIP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո եւ հավասարության փոխադարձության սկզբունքներով եւ ոչ TRIP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ։ Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ եւ տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց գայունությունները, իրենց շահերը հաշվի առնված են եւ այս առումով շատ կարեւոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը, այդ թվում Իրանի արտգործնախարարը բազմիցս նշել է, որ այս նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի առնում է եւ նաեւ հնարավորություններ է ստեղծում իրենց համար, ես կարծում եմ սա ուժի մեջ է։ Իսկ պարոն Ռուբինյան, այդ դեպքում ինչու են նման հայտարարությունները ձեզ հնչում, ինչն է։ Դե մենք բազմիցս պարբերաբար նաեւ դուք եք բարձաբանել։ Մենք պետք է հաշվի առնենք Իրանի ընդհանրապես ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի արտգործնախարարությունը։ Մենք հիմնվում ենք Իրանի արտգործնախարարության հայտարարությունների։ Այսինքն կարող ենք ասել, որ այս մտահոգությունները, որ այս մյուս թևից են հնչում, այդքան էլ չի անհանգստացնում։ Մենք կարող ենք ասել հետեւյալը, որ բացառվում է Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը եւ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան եւ այս առումով ընդհանրապես կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ եւ մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի արտգործնախարարությունը բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա եւ Իրանի կարմիր գծերը նույնպես հաշվի առնած են, որովհետեւ իրական դա ոչ միայն Իրանի կարմիր գիծն է, դա առաջին հերթին Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու։ Պարոն Ռուբինյան, Ռուսաստանից եւս այս առումով հայտարարություն կա, ասում են, որ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել այսպես կոչված TRIP-ի երթուղին, նշում են, որ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը կոնցեսիա ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման համար եւ որ հանրապետությունով ասում է նաեւ ռուսական երկաթուղին, այսինքն համատեղման։ Որն է ձեր հարցը։ Ռուսաստանի ներկայության մասով քննարկումներ կան ԱՄՆ-ի հետ։ Ինչի մասով։ Չէ, չկան։ Ինչպես են իրենք մասնակցություն ունենալու։ Նման քննարկում չկա։ Իսկ այնտեղից հնչող հայտարարությունները ուղղակի ցանկություններ են, ինչպես կպատասխանեք Չեմ կարող բացատրել։ Այսինքն ցանկություն չկա, պարոն Ռուբինյան, թե քննարկում։ Ինչի մասն է խոսքը, ես չեմ հասկանում։ Իրենք ասում են պետք է մասնակցություն ունենան։ Ինչի մեջ։ Որ այդ նոր կառուցվող Բայց խոսում եմ մարդու հետ։ Ինչի մեջ։ Նրանք ասում են պատրաստ են քննարկում ունենան։ Շատ լավ, ուրախ ենք, որ պատրաստ են քննարկում։ Ուրախ ենք, որ պատրաստ են քննարկում։ Մենք էլ ենք պատրաստ։ Ինչին։ Ինչ քննարկում։ Ինչ ասաց։ Նախագծում իրենց ներգրավված։ Նման քննարկումներ չկան։ Ռուսական ընկերություն անվանական համանում է։ Սիրելիներս, ուզում եք 160 անգամ ասեմ, նման քննարկումներ չկան։ Ես հիպոթետիկ հարցերի չեմ պատասխանում։ Պարոն Ռուբինյան, ես հարցում եմ ձեզ։ Այո, շատ լավ։ Լսում եմ ձեզ։ Արդյոք մինչև տարվա ավարտը, ինչպես բազմիցս հայտարարվել է, կաթողիկոսին հեռացնելու գործընթացը կավարտվի։ Որտեղ ով է հայտարարել, որ կաթողիկոսին, եթե հավանաբար կաթողիկոս ասելով նկատի ունեք Կտիչ Ներսյանին, ով է հայտարարել, որ մինչև ով է հայտարարել, որ
մինչև տարվա ավարտ։ Ով, անուն ազգան։ Հավանական համար։ Հա, հավանական համարում եմ ընդհանրապես, որ Կտրիչ Ներսյանը, այսպես ասեմ, հավանական չեմ համարում, որ Կտրիչ Ներսյանը որևէ ձև ունի իր ձևով կամ այլ ձևով որևէ ձև ունի մնալու կաթողիկոսական գահին, որովհետև ինքը չի կարող մնալ այդ գահին։ Իսկ ամանորի գիշերը Ես կարծում եմ ինքը կհեռանա։ Քրիստոնեաբար։ Մի քիչ բացենք, պարոն Ռումինյան։ Ինչ կա, Աստվածաշունչը կարդացեք կբացվի։ Իսկ ամանորի գիշերը շնորհավորանքը ցուցադրվելու է թե այս տարի Ում շնորհավորանքը։ կաթողիկոսի։ Ես կարծում եմ թափուր է մեր կաթողիկոսական գահը։ Կարող ուրիշ հոգևորականի տեսնենք օրինակ Չգիտեմ, ես ոչ Ամերիկում եմ աշխատում, ոչ էլ հոգևորական եմ։ Պարոն Ժուբինյան, սկսվել է տեխնացուների հետ երկխոսությունը կամ հարցաքննություն, հարցուպատասխան քննություն, չգիտեմ, դուք գիտեք ինչպես ձևակերպեք, Ուրեմն նորից կասեք։ Ձեր տեխնացուների հետ Ինչ հարցաքննություն։ Երկխոսություն եք սկսել, հարցուպատասխան։ Հարցաքննություն բառը օգտագործեցիք, հա։ Բայց ինչի եք դուք օրինակ այդպես բառեր օգտագործում։ Հարցաքննություն կարող է օրինակ Հայ ազգային կոնգրեսում լինի, ինչի եք դուք այդպես բառեր օգտագործում։ Մենք ձեր մոտ տպավորություն ենք թողել հարցաքննողների, հա։ Քննողների։ Ոչ էլ քննողների, հա։ Ոչ էլ երկխոսություն է։ Մենք ի տարբերություն Հայաստանի կուսակցությունների գերակշիռ մեծամասնության, ես կասկածում եմ, որ նույնիսկ ի տարբերություն բոլոր մյուս կուսակցությունների ունենք նախընտրական ցուցակի ձևավորման ժողովրդավարական համակարգ, երբ որ նախընտրական ցուցակը ոչ թե ձևավորում է մեկ մարդ կամ մեկ վարչություն, այլ մենք ունենք հստակ ընթացակարգ, որ մարդիկ կուսակցականները, իդեպ նաև ոչ կուսակցականները կարող են առաջադրել իրենց տեխնացությունները ցուցակում ընդգրկվելու համար։ Հետո վարչությունը հանդիպում է տեխնացուների հետ։ Ունենում է նախնական քննարկում, որի արդյունքում իրականացնում է տեխնացուների գրանցում։ Հիմա մենք այդ փուլում ենք։ Հիմա շարունակեք ձեր հարցը։ Նախնական քանի տեխնացու է օրինակ արդեն կա։ 300-ից ավել է դիմել։ Օրինակ արդեն որոշել եք ձեր ցուցակից մարդ։ Քանիսին եք Չէ, այդ քանի որ գործընթացը չի ավարտվել, ես հիմա չեմ ուզում հստակ ասեմ ով է գրանցվել, ով ոչ, գործընթացը շարունակվում է։ Ներողություն հերթով էլի։ Եթե գաղտնիք չեք հարցաշարի չմատել են։ Ինչ եք հարցնում, հարցաշարը։ Հիմնականում բարեվարկության հետ կապված հարցեր, այսինքն միտքը հետևյալն է, քանի որ նախընտրական ցուցակը կազմվելու է համաժողովի կողմից, նախ պետք է տեխնացուներին գրանցել, որպեսզի իրենք մասնակցեն քվեարկությանը եւ գրանցման հիմք է հանդիսանում մինիմալ շեմ, այսինքն շեմ, որը վարչությունը համարում է, որ տեխնացուն հաղթահարում է գրանցվելու եւ քվեարկությանը մասնակցելու։ Ինչպես է կողմնորոշվում, ինչ հարցերի միջոցով։ Ըստ իրավիճակի, ըստ տարբեր հարցեր, նախ եթե կաթողիկոս ասելով նկատի ունեք Կտրիչ Ներսյան, ոչ ամենևին ինքը մեր քննարկումների առարկա չէ տեխնացուների գրանցման հարցը։ Տարօրինակ հարց եք տալիս իրական։ Փաշինյանի նվիրվածության չափն եք որոշում։ Ախր նայեք, օրինակ կարող է Հայաստան դաշինքում կամ Ռոբերտ Քոչարյանին պատկանող լրատվամիջոցներում մարդկանց գնահատում են ըստ Քոչարյանի նվիրվածության։ Քաղաքացիական պայմանագիր, ներողություն։ Քաղաքացիական պայմանագիրը կուսակցություն չի, որը հիմնված է մեկ մարդու շուրջ։ Քաղաքացիական պայմանագրում քաղաքացիական պայմանագիրը, այդպիսի կուսակցություն չի, քաղաքացիական պայմանագիրը, օրինակ, չգիտեմ, այլ նախկին, այսպես կոչված նախագահների կուսակցությունների պես չի, որտեղ բոլորը այո, ի տարբերություն շատ քոչանական կուսակցությունների եւ լրատվամիջոցների քաղաքացիական պայմանագրում մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ։ Նիկոլ Փաշինյանի ասած չանել ու մնալ կուսակցական։ Այո, դրա վառօրինակ է։ Հովիկ Աղազարյանը վառօրինակն է մարդու, որը ներկուսակցական լուրերը հայտնել է լրատվամիջոցներին, փակ տեղեկատվությունը։ Դրա համար ինքը դա հանցագործություն չի, բայց ինչքան գիտեմ, որ Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք ուզելու մեջ, բայց դա թող դատարանը։ Չեմ կարծում, որ դրա վերաբերյալ ինչ դատական գործ։ Չգիտեմ, դուք ավելի լավ եք հետևում, բայց ինչ եմ ուզում ասել, եթե դուք ձեր հարցերով ուզում եք ենթատեքստ դնել, որ
ԿՊ-ն այնպեսի կուսակցություն է, որտեղ ամեն ինչ չափվում է Փաշինյանի նվիրվածությամբ, դուք կարծում եմ այս դեպքում դատում եք ձեր սեփական ներողություն արտահայտությանս համար չափվածության աստիճանը։ Պարզապես հրապարակային դաշտում չենք տեսնում, որ այլ կարծիք հայտնեն։ Այսինքն եթե ունեք այլ կարծիք, հրապարակային դաշտում չեք ասում։ Ներողություն։ Եվ լավ չարտահայտեցի իրոք։ Նկատի ունեմ ձեր մտքի փչացվածության աստիճանը։ Չէ, որովհետև դուք շատ վիրավորական ենթատեքստ եք դնում ձեր հարցերի տակ։ Այո, որովհետև դուք ենթատեքստում դնում եք։ Հետո կհասնեմ իրեն, ձեզ նվիրված դիներ, ովքեր ձեզ նվիրված են, դա վիրավորված։ Չէ, տեսեք էլի բան եք։ Կարող եք հարցնել, բայց կրկնում եմ, դուք ձեր հարցի տակ դնում եք մանիպուլյատիվ եւ վիրավորական ենթատեքստ, որովհետեւ ես ձեզ չեմ հարցնում, չէ, օրինակ ձեր գլխավոր արժանիքը ձեր բանում, ձեր խմբագրությունում, միթե ձեր խմբագրին կամ ձեր լրատվամիջոցի տիրոջը նվիրվածությունն է։ Ինչով այլ։ Բայց ամեն դեպքում ներողություն եմ խնդրում, իրոք երևի լավ չհնչեց մեկնաբանությունից, բայց հասկացաք ինչ նկատի ունեք։ Որ ասում եք նաև բարեվարկությունն է հաշվի առնում, կարող եք մի քիչ մանրամասնել, կոնկրետ ինչ մասերով։ Չէ, չեմ կարող, ընդհանուր բարեվարկության մասին է խոսքը, բայց ոչ միայն բարեվարկության, ընդհանրապես թե պրոֆեսիոնալ որակների եւ ամեն ինչ։ Պարոն Ռուբինյան, էֆեկտիվությունը նախորդ գործունեության եւ այստեղ շարունակ։ Պարոն Ռուբինյան, կայակալասի հայտարարության հետ կապված ԵՄ-ին, որ դիմել եք արտաքին ազդեցության վերաբերյալ, ինչ սպառնալիքներ եք նկատի ունեցել, ինչ եք դրել դրա հիմնավորման հիմքում։ Ուզում ենք մի քանի սպառնալիքի մասին իմանալ։ Դե սպառնալիքները հայտնի են, այսինքն դու չեք տեսնում, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում կան դրսևորումներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես միջամտության փորձ, կամ չեք տեսնում, որ ապատեղեկատվական արշավներ են տեղի ունենում մեր լրատվական դաշտում, չեք տեսնում, օրինակ, որ բացվում են կայքեր, բառից բուն իմաստով, ասենք 2 օր կայք է բացվում, մի հատ անգլալեզու, որտեղ ինչ որ սենսացիոն ֆեյք լուր են գրում, օրինակ, չգիտեմ, Փաշինյանը Կանադայում տուն է գնել կամ ինչ են ասում, Հայաստանում Էրդողանի հրամանով կառուցվելու է 12 մզկիթ։ Այս լուրերը ինչ որ նորահայտ անգլալեզու կայքում գրվում են կամ ինչ որ թուրք լրագրող է գրում, մի վարքան։ Օրեր անց օրինակ դա հայտնվում է մեր հայկական լրատվամիջոցների էջերում։ Չէ, էլի կարող է լինել, չգիտեմ, ապօրինի ֆինանսների օգտագործում։ Ինչ կա, որ հիմա ռեալ անհանգստացնում է իշխանությանը։ Հարցը անհանգստացնել, չանհանգստացնելու մասին չի։ Տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ եւ այդ միջամտությունը կանխելու մեր գործիքակազմը մեծացնում է։ Որտեղից միջամտության փորձ։ Օրինակ Եվրամիությունից ասում են Ռուսաստանից։ Կիսում եք իրենց։ Ես չեմ լսել, որ իրենք այդպիսի բան ասում։ Ես ասում եմ ցանկացած արտաքին միջամտության փորձ։ Բայց մեր իրավապահները չեն կարող դա կանխել։ Մեր իրավապահները չեն կարող։ Կարող են, բայց Եվրամիության իրավապահները չեն գալու կանխել։ Պարզի որ մեր իրավապահները պիտի կանխեն։ Խոսքը փորձի փոխանակման, չգիտեմ, մեթոդների փոխանակման մասին է։ Վարչական դատարանը որոշել է, որ 20 թվականի ռազմական բնության ժամանակ կառավարությունն անհիմն է արգելել հավաքներն ու քննադատությունը։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, արդյոք չափազանցված չի եղել այդ շրջանում ընդդիմադիրներին թույլ չտալ միտինգ։ Դատական գործի մասով չեմ մեկնաբանի, որովհետև վերջին ատյանին չի հասել, որքան հասկանում եմ, տեսականորեն կարող է եւ բողոքարկվել վճռաբեկ դատարանում, իսկ քաղաքականապես, եթե հարցը քաղաքական առումով եք տալիս, արդյոք ես համարում եմ, որ 2020 թվականին համաչափ չի եղել, չեն եղել սահմանափակումներ, չեմ համարում, ես համարում եմ, որ պատերազմական իրավիճակում այդպես էլ պիտի լիներ։ Դե նոր ասեցի, որ դատարանի մասով չեմ մեկնաբանի, որովհետև դեռ վճռաբեկ տեսականորեն կարող է վճռաբեկ դատարանում բողոքարկվել։ Երկու շաբաթ առաջ երկրպարատվեցին Լեռնային Ղարաբաղի բանակցային հաստատությունները, այդտեղ բացակայում էր QST-ի բանակցային հաստատությունը։ Ընդդիմությունից արձագանքելով ասացին, որ հրապարակեք այդ հաստատությունը։ Դե չկա, թող իրանք հրապարակեն։ Այո, եւ պատասխանը կառավարության եղավ այն, որ իրենց դիապետության տակ նման հաստատություն չկա։
Նախկին դեսպանները Չգիտեմ, առաջին անգամ եմ լսում եւ ձեր նշած անձի որևէ հայտարարության ես երբևէ լուրջ չեմ վերաբերվել եւ լուրջ չեմ վերաբերվում եւ զարմանում եմ, որ ոնց է այդպիսի անձը ընդհանրապես դեսպան եղել, դա շատ խոսուն է Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ։ Այդ փաստաթուղթը կառավարությունը հրապարակել է այն փաստաթղթերը, որոնք կան իրենց դիրապետման ներքո, այսինքն իրենց մոտ ինչ կա հրապարակվել է, ինչ չկա չի հրապարակվել, որովհետև չկա։ Եթե Քոչարյանը պնդում է, որ այդպիսի փաստաթուղթ կա, թող հրապարակի։ Չէ, ինքը չի ասել դա ինչ է։ Հա։ Դե չգիտեմ, թե ուրեմն մանրամասնի ինչ նկատի ունի, այդ ինչ փաստաթուղթ է, չգիտեմ, չեմ տեսել հրապարակած։ Եթե այլ հարցեր չկան, շնորհակալություն։